Խաչիկ Հարությունյանն այս օրերին կապի մեջ է ծանոթ մեղվապահների հետ։ Մեղվաբույծի փոխանցմամբ Գավառում ընկերոջ 25 մեղվաընտանիքն է անկել։ Շիրակում մտերիմներից մեկն էլ 40 փեթակի կորուստ ունի։ Թե որն է մեղուների շրջանում տիզի տարածման պատճառը, մեղվապահը դեռ հստակ չգիտի, բայց կասկածում է, դրսից ներկրված մեղուներն են հիվանդության աղբյուրը։ Զվարկած մեղու է գալի, ձվի մեջ պարզա տիզ լինելու է, ու քանակը շատ է։ Այսինքն բերում են պրոֆիլակտիկ բուժումներ չեն անում, վաճառում են, որոշ մեղվապահներն էլ առնում են, այսինքն եւ փորձ չունեն, որ առնում են այնքան որ մարդկա ասում է առնենք տան համար, այս կողմ են, կողմ 2-3 փեթակ առնում են, պահում են, ու սկսում է զարգանալ տիզը, զարգանում է ու առաջանում է վարատոց հիվանդությունը ու բոլոր տարածվում է արդեն։ Հիմա այս ֆայբերով ինչով է, նամակ բան են անում, զանգում են, մայրերն ուղարկում են, բայց չգիտենք այդ մայրերը ինչ տեսակի մայրեր են, ախտահանված են, վարակված են։ Կյանքի մեծ մասը մեղվապահությամբ զբաղվող Գագիկ Կիրակոսյանի երկարամյա փորձը հուշում է, դժվար թե միայն տիզը նման ծավալի վնաս հասցներ մեղվաընտանիքներին։ Սրտնեղում է, իրենց համար դեռևս անհասկանալի հիվանդության դեմը չեն կարողանում առնել։ Դիմել է ցանկացած մեթոդի, ավանդականից մինչև վարատոց հիվանդության համար նախատեսված բուժանյութերի կիրառություն։